Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի 60 ներկայացուցիչ պետքարտուղար Մարկո Ռուբիոին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնություն Ադրբեջանին և վերջինիս պատասխանատվության ենթարկեն Արցախում կատարած հանցագործությունների համար։ Իսկ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն առաջարկել է նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պետական կառույցների նկատմամբ Արցախի տարածաշրջանում հայկական կրոնական վայրերը ոչնչացնելու, երկրում կրոնական ազատության լուրջ խախտումներ կատարելու համար։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է լինելու, ասել է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, կայացել է Ազգային ժողովի հերթական քառօրյա աշխատանքների ամփոփիչ խորհրդանական ճեպազրույցը։ Ալիևի մեծ վերադարձ ծրագիրը շարունակում է առաջնահերթություն մնալ Բաքվի համար, ինչի մասին վկայում է նրա նոր շուքով հերթական այցը օկուպացված Արցախ։ Ալիևի այցը կրկին նշանավորվել է Հայաստանի ու արցախցիների հանդեպ ատելության քարոզով, իսկ խաղաղության մասին կրկին ոչ մի խոսք։ Թեմայի վերաբերյալ փաստերը համադրել է Այդա Կիրակոսյանը։ Տեխնոլոգիական դաշտը շարունակում է մնալ արագ փոփոխվող և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս։ Օրակարգ է բերվել ներուժ նախաձեռնությունը, ծրագրին մասնակցության հայտերը դեռ շարունակվում են ընդունվել։ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում սպասվում են համակարգային փոփոխություններ։ Կառավարությունն այս տարվա համար գյուղատնտեսական ապահովագրության պետական սուբսիդավորման չափը զգալիորեն ավելացրել է, հասցնելով մինչև 70-ից 80%-ի։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի 60 ներկայացուցիչ վկայակոչելով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան, նաև հայ գերիների ապօրինի կալանքը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնություն Ադրբեջանին և վերջինիս պատասխանատվության ենթարկեն կատարած հանցագործությունների համար։ Ադրբեջանը չբախվելով իր գործողությունների նյութական հետևանքների կամ պատասխանատվության, Հայաստանի դեմ ագրեսիայի միջոցով շարունակում է խաթարել Հարավային Կովկասում արդար, երկարատև եւ արժանապատիվ խաղաղություն ապահովելուն ուղղված ջանքերը։ Ուստի կոչ են անում չշրջանցել 907-րդ հոդվածը եւ պարտադրել օրենքի լիարժեք կիրարկումը Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 2001 թվականից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր նախագահներն օգտվել են շրջանցման դրույթից, մինչև 2024 թվականը, երբ նախագահ Բայդենը առաջին անգամ կիրառեց 907-րդ հոդվածը Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի ժխտման խորապատկերին, Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը կխրախուսի Ամերիկայի Միացյալ Նահանգների մրցակիցներին, որոնք ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից։ Իսկ Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը ներկայացրել է կրոնական ազատությունների մասին 25 թվականի տարեկան զեկույցը, որում ևս անդրադարձ է կատարվում 24 թվականի իրադարձություններին։ Ադրբեջանին վերաբերող հատվածում էլ նշվում է, որ 24 թվականին այս երկրում կրոնական ազատության պայմանները մնացել են վատ։ Զեկույցում անդրադարձ է կատարվում Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացմանը, նշվում է, որ նոր արբանյակային փաստագրում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ոչնչացվել են հայկական կրոնական վայրերը։ Հանձնաժողովը Միացյալ Նահանգների կառավարության առաջարկում է պահպանել Ադրբեջանին հատուկ դիտարկման ցուցակում կրոնական ազատության լուրջ խախտումներ կատարելու համար։ Այս հանձնաժողովը ևս առաջարկում է նաև նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պետական կառույցների նկատմամբ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է լինելու։ Այս մասին խորհրդանական ճեպազրույցում ասել է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Նա նաև նշել է, թե խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը դիվանագիտական ձեռքբերում է։ Փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, սա արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է։ Խորհրդարանական հերթական ճեպազրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Ըստ նրա, Ադրբեջանի մոտեցումներն այս փուլում կառուցողական չեն, բայց դրանք չեն նսեմացնում հայկական կողմի ջանքերն ու ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի տեքստում։ Տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան
մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բարերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք, համեմատելով նաեւ աշխարհքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Այն, որ Ադրբեջանը կարող է ապակառուցողական արձագանքել, նորություն չէ, ասաց Եղոյանն ու հավելեց, բայց թե ինչպես աշխարհում միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես կդիրքավորվեն, դրանով էլ պայմանավորված կլինեն բանակցություններն ու խաղաղության գործընթացի հաջողելու կամ չհաջողելու հնարավորությունները։ Նույնիսկ միայն ողջունող հայտարարությունները շատ կարևոր են, բայց այնտեղ ոչ միայն ուղղակիորեն ողջունող հայտարարություններ էին, բազմաթիվ պետություններ նաև հասցեական նշել են, դուք օրինակ հիշում եք ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական պարոն Վոլցի հայտարարություն այն մասին, որ ռազմագերիների հարցն էլ պետք է հասցեագրվի, սա էլ շատ կարևոր էր եւ ըստ էության հասկանալի է, որ սա ուղղված էր Ադրբեջանին, Եվրոպական միության մի շարք երկրներ էլի հասցեական հայտարարություններ, մեկը շատ ուղղակի տեքստով, մեկը որոշակիորեն անուղղակի ձևակերպմամբ հասկացնել կամ ասել էին, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է, բայց ես նաեւ կառաջարկեի չթերագնահատել ուղղակի ողջունող հայտարարությունները, որովհետեւ եթե ուղղակի ողջունող հայտարարություն կա, դա նշանակում է, որ այս հարցը գտնվում է իրենց ռադարում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին, ապա ըստ Եղոյանի հարցերը չպետք է դիտարկել Ադրբեջանի պահանջների համատեքստում։ Եթե մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր, որը լուծում է այն հարցերը, որոնք մեր միջև կային, եւ եթե արկա այլևս որևէ կոնֆլիկտ ըստ խաղաղության պայմանագրի մեր մեջ չի մնում, բնականաբար նաեւ Մինսկի խմբի հարցն էլ շատ օրակարգային է դառնում, բայց այստեղ Մինսկի խմբի հարցը միայն Հայաստանից չի կախված։ Դա մի ընթացակարգ է, որը ունի իր նրբությունները, բայց դա վարչապետն էլ ասել է, որ դա քննարկման առարկա է, այսինքն այդտեղ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց, ինչպես, սրա մեջ է հարցը։ Սահմանադրության հետ կապված վարչապետը այդ մասին էլ երեք առաջին օրը խոսեց ազգային ժողովում, եւ դա մի հարց է, որը մենք ընդհանրապես ինքներս մեզ պիտի տանք։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ալիևի մեծ վերադարձ ծրագիրը շարունակում է առաջնահերթություն մնալ Բաքվի համար, ինչի մասին վկայում է Ալիևի նոր շուկով հերթական այցը օկուպացված Արցախ կնոջ Մեհրիբան Ալիևայի հետ։ Բաքվի բռնապետը երեկ Արցախի մի շարք շրջաններում մասնակցել է նոր գյուղի մի քանի մանկապարտեզի ու դպրոցների բացմանը։ Ալիևի այցը սակայն կրկին նշանավորվեց Հայաստանի ու արցախցիների հանդեպ ատելության եւ թշնամանքի քարոզով, իսկ խաղաղության մասին կրկին ոչ մի խոսք։ Թեմայի վերաբերյալ փաստերը կամադրին գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, այս անգամ Ալիևները ինչ նպատակով էին գնացել կրկին օկուպացված Շատ հաճախ են այցելում, այս տարի արդեն 3-րդ անգամ է, որ մարդուկին Արցախի օկուպացված տարածքներում են լինում։ Այս անգամ մեծ վերադարձ ծրագրով հերթական գյուղի բացմանն են ներկա գտնվել Աղդամի ակնայի շրջանում, բնականաբար այնտեղ նաև կառուցվել է մանկապարտեզ, դպրոց, նաև բազմաֆունկցիոնալ վարչական շենք եւ բնականաբար նրանք շտապել են անձամբ ներկա գտնվել ավարտական աշխատանքներին, նաև անձամբ տեղում վերաբնակեցված ադրբեջանցիներին հանձնել բնակարանների բանալիները։ Այնուհետև այցելել են հայաթափված Շուշի ու հայկական քաղաքում ներկա են գտնվել վերականգնումից հետո Չել Գալա մզկիթի եւ աղբյուրի բացմանը։ Նաև ծանոթացել են հանրային սննդի նոր օբյեկտի, վերականգնողական կենտրոնի, առողջապահական կենտրոնի բացմանը եւ բնականաբար նոր մզկիթի շինարարական աշխատանքներին։ Չնայած կոռուպցիոն ռիսկերին եւ քննարկումներին, որոնք իրենց տեղն են գտել անգամ ադրբեջանական եւ թուրքական մամուլում, պնդում են հետաքննող լրագրողները, որ վերակառուցման եւ վերաբնակեցման այս ամբողջ process-ը միտված է պարզապես Արցախը իրենց սեփական բիզնեսը վերածելուն։ Հետաքննող լրագրողները պնդում են, որ բոլոր մրցույթներում, որոնք հայտարարվում են վերակառուցման, վերականգնման համար, այդ բոլոր մրցույթներում հաղթում են կամ Էրդողանի կամ Ալիևի մերձավորները եւ իսկապես Արցախի վերաբնակեցման այո, ամբողջ այդ գործընթացը վերածվել է պարզապես սեփական շահերը սպասարկելու գործընթացի։ Այնուամենայնիվ, այդ ամենի ֆոնին չենք կարող պնդել, որ այնտեղ աշխատանքներ չեն տարվում։ Արցախի ամբողջ մասշտաբով վերակառուցման աշխատանքները շատ մեծ ծավալով ընթացքի մեջ են։
Հիշեցնեմ, որ 2021 թվականից մինչև այսօր Ադրբեջանը ավելի քան 10 միլիարդ դոլար է ներդրել վերակառուցման համար Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի հատվածներում եւ այո, մեծ վերադարձը այս տարի էլ Բաքվի առաջնահերթությունների ցանկում է եւ կրկին բավականին մեծ գումար կներդրվի պետական բյուջեից 4 միլիարդ մանատ հատկացվելու է վերականգնման ծրագրին։ Ես մեջբերեմ Ալիևի խոսքերը, որը պարբերաբար կրկնում է եւ այդպիսով հավաստում, որ շատ արագ տեմպերով է ամեն ինչ ընթանում։ Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի վերականգնումը ֆանտաստիկ տեմպերով է ընթանում։ Շուտով այդ շրջանները կդառնան ամենաժամանակակից, հարմարավետ եւ գեղեցիկ վայրերից մեկը ոչ միայն Ադրբեջանում, այլև Կովկասում եւ ամբողջ աշխարհում։ Սրա մասին պարբերաբար եւ ինքն է խոսում եւ ընդհանուր ադրբեջանական քարոզչամեքենան։ Եվ դեռևս 2023 թվականի նոյեմբերին Ալիևը եւս մի հայտարարություն արեց ցնցող եւ նշեց, որ մինչեւ 2026 թվականը ներառյալ արդեն 140,000 մարդ մոտավորապես կվերաբնակեցվի օկուպացված Արցախում եւ կարծես թե նրան հաջողվում է ադրբեջանցիներին գրավել տանել այդ հատվածներում բնակեցնելու։ Ալիևը կարծես իր ուզածին հասել է, այնտեղ հայ չկա, այնտեղ Արցախ չկա, Արցախ կա, արցախցիներ չկան, որը կարծում են իրենց համար իրենց երկիրն է Ադրբեջանը, բայց դրանով չի հանդարտվում Ալիևը, այդ բռնապետը, եւ նա անդադար թունավոր հայտարարություններ է անում եւ անմասն չէր նաեւ այդ հայտարարությունը, ինչի ասել, ինչ տոքսիկ ելույթներ է ունեցել նա այս մասին։ Հերթական թունավոր ու շատ ուժեղ թիրախավորված ելույթն է ունեցել, մոտավոր որ պատկերացնես եւ դու եւ մեր հեռուստադիտողները 15 րոպե ելույթի ժամանակ միայն 11 անգամ օգտագործել է թշնամի բառը, մեզ որպես թշնամի ներկայացնելով։ Նշեմ, որ կրկին պնդեց, որ մենք ֆաշիստներ ենք եւ հայկական ֆաշիզմից աշխարհում ոչ մի տեղ այլևս չկա։ Նաեւ մեղադրեց ամբողջ Հայաստանին, նաեւ արցախահայերին, արցախցիներին իրենց ցեղասպանելու համար Աղդամն ու շրջանի բոլոր գյուղերն ամբողջությամբ ավերել էին ատելի թշնամու կողմից, ոչ մի շինություն կանգուն չէր մնացել, նկատի ունի մեզ։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, նրա բացարձակ անհիմն թշնամությունը մեր նկատմամբ։ Այսպես է ելույթը սկսել Ալիևը եւ նաեւ Աղդամը որակել որպես Կովկասի Հիրոսիմա։ Նաեւ խոսել է Արցախյան երկրորդ պատերազմի 2020 թվականի մասին, բնականաբար, եւ ադրբեջանցիներին կրկին կանաչ լույսի ներքո է ներկայացրել, շատ զավեշտալի է, որ ասում է թե Աղդամում մեր զինծառայողները ընկել են շրջափակման մեջ, այո, եւ նրանք խնայել են փաստորեն մեր զինծառայողներին։ Մեջբերում եմ, Ադրբեջանը եւս մեկ անգամ մարդասիրությունն ի ցույց դրեց, թշնամուն հնարավորություն տալով ինքնակամ լքել մեր հողերը։ Ադրբեջանի պետությունը հումանիզմ դրսևորեց, ուշադրություն այն տարրերի հանդեպ, որոնք դրան արժանի չեն։ Հենց այսպիսի բառամթերքով, այսպիսի թունոտ խոսքերով է ողողված եղել ամբողջ 15 րոպե ելույթը եւ ադրբեջանցիների հետ հարց ու պատասխանը, որի ամբողջ ընթացքում չենք զարմանա, որ չի հնչել խաղաղության մասին նույնիսկ որևէ ակնարկ։ Փոխարենը 2 շաբաթ է արդեն երկու կողմերը, Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնագրի կետերը խաղաղության հստակեցրել են եւ այդ համաձայնագիրը սեղանին դրված 2 շաբաթ է սպասում է իր ստորագրման վայրի եւ ժամի հստակեցմանը։ Եվ այս ամենին զուգահեռ սահմանին հնչում են կրակոցներ։ Շնորհակալ եմ այդ հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը, հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էրդողանը եւ Պուտինը, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր, այդ թվում ուկրաինական կարգավորումը հայտնում է թուրքական կողմը։ Կրեմլը հեռախոսազրույցի մասին մանրամասներ առայժմ չի հաղորդել։ Իդեպ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ երկրի խորհրդանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել։ Եթե նախկինում նման բախումներ լինում էին քրդամետ եւ իշխանական կուսակցությունների, ապա հիմա Իմամօղլուին եւ Էրդողանին աջակցող պատգամավորների միջև։
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը ժամ առ ժամ աճում է 3.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաև Ադրբեջանում եւ 5.5 մագնիտուդով երկրաշարժ Ղազախստանում։ Ի տարբերություն Մյանմայի այստեղ տուժածներ եւ ավերածություններ չկան։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Փարիզում կայացած գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կներկայացնեն Եվրոպան Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։ Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է, Եվրոպան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։ Եվրոպան շատ մեծ է եւ պետք է ունենա իր ներկայացուցչությունը։ Այսօր մենք բոլորս համաձայնեցինք, որ Եվրոպան կներկայացնեն Ֆրանսիան եւ Բրիտանիան, ասել է նա, մանրամասնելով, որ Ֆրանսիան կներկայացնի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Մեծ Բրիտանիան վարչապետ Քիր Սթարմերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ է անվանել Գրենլանդիան միացնելու ԱՄՆ ծրագրերը եւ հայտարարել, որ սխալ է դրանք արտառոց համարել է։ Ըստ Պուտինի խոսքը գնում է Գրենլանդիայի հետ կապված ամերիկյան կողմի լուրջ ծրագրերի մասին։ Ինչ վերաբերում է Գրենլանդիային, ապա դա վերաբերում է երկու կոնկրետ պետության եւ մեզ հետ կապ չունի, ասել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նման ծրագրեր ուներ դեռևս 1860-ականներին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ նամակին, որում նա հաստատել է Թեհրանի դիրքորոշումը։ Արաղչին նշել է, որ երկիրը չի մասնակցի ուղղակի բանակցությունների, քանի դեռ ենթարկվում է ռազմական սպառնալիքների եւ ճնշման, նշելով, որ կարող է մասնակցել միայն անուղղակի բանակցություններին։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Թրամփի նամակը պարունակում է ավելի շատ սպառնալից դիրքորոշում, սակայն ըստ նրա նաեւ որոշ հնարավորություններ է բացել Իրանի համար։ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ էր սահմանել Իրանի միջուկային նոր համաձայնագրի կնքման համար, նշելով, որ նման համաձայնագիրն իրանցիներին խաղաղ զարգացման եւ բարգավաճման հնարավորություն կտա։ Պեկինում հանդիպել են Չինաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ, նորակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ԵՄ-Չինաստան գործակցությունը, դիվանագետները պայմանավորվել են խորացնել շփումները գյուղատնտեսության, միջուկային էներգիայի, արհեստական բանականության, ավիացիայի եւ օդատիեզերական ոլորտներում։ Վան Ինը Ժան-Նոել Բարոյի հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Պեկինը եւ Փարիզն այս տարի ռազմավարական, տնտեսական, ֆինանսական եւ մշակութային հարցերի շուրջ բարձր մակարդակի 3 հանդիպում կանցկացնեն։ Ժան-Նոել Բարոն էլ հույս է հայտնել, որ Պեկինը կազդի Ռուսաստանի վրա եւ կստիպի բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև նշել է, որ Փարիզը դեմ է առևտրային պատերազմի ցանկացած դրսևորման։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում, երեկևս դրանք ուղեկցվել են բախումներով։ Իրավապահները մահակներ, արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել։ Բերման ենթարկվածների թիվը պաշտոնական տվյալով հասնում է 2000-ին։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրությունում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Շարունակում ենք թողարկումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են, ապահովելով արագ հուսալի արբանյակային ինտերնետ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղեր եւ դժվարամատչելի շրջաններ։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Starlink ընկերության եւ պետական գործընկերների համատեղուն նվիրված աշխատանքի շնորհիվ։ Այն կապի նոր հնարավորություն է բոլորի համար անկախ գտնվելու վայրից։ Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է, գրել է Հայրապետյանը։ Նման գրառումներ են կատարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ անձամբ Իլոն Մասկը։ Տեխնոլոգիական դաշտը շարունակում է մնալ արագ փոփոխվող եւ ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս։ Հենց այս տարածքում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շնորհիվ հատվում ճկուն մտածողությունը, գլոբալ գործակցությունը եւ տեխնոլոգիական զարգացման առաքելությունը։ Եվ հենց այդ համատեքստում էլ օրակարգ է բերվել ներուժ նախաձեռնությունը։ Ծրագրին մասնակցության հայտերը դեռ շարունակվում են ընդունվել։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որը նվիրված էր ներուժ 5 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ամփոփմանը, որի ընթացքում ներկայացվել են արդյունքները, հաջողված նախագծերը, նաև քննարկվել է Սփյուռքից Հայաստան բերված գաղափարների դերը տեխնոլոգիական ոլորտի զարգացման տեսանկյունից։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը հերթական անգամ ընդգծել է, որ ներուժը դարձել է կարևոր հարթակ սփյուռքահայ տեխնոլոգիական մտքի համար, միավորելով համաշխարհային փորձը տեղական զարգացման օրակարգի հետ։ Բացի դա, Ենգիբարյանը նշել է, որ այս տարի հայտերի ընդունման ժամկետները երկարաձգվել են։ Այս տարի ներուժը իրականացվում է 6-րդ անգամ եւ
ուրախություն մեր սփյուռքահայ ստարտափների պիտի նշենք, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվում է մինչև մայիսի 30-ը, հնարավորություն տալով մեր սփյուռքահայերին ավելի լավ պատրաստվել եւ ներկայացնել իրենց ստարտափները, որովհետեւ որոշակի զանգեր եւ առաջարկներ եղավ նաեւ այս առումով մեր սփյուռքահայերի կողմից, որ դեռևս չեն հասցնում իրենց ստարտափները հավուր պատշաճի կազմել եւ ներկայացնել եւ նաեւ որոշակի այսպես ասած խնդիրներ հաշվի առնելով մենք որոշեցինք, որ հայտերի վերջնաժամկետը պետք է երկարացվի եւ ֆիքսում ենք մայիսի 30-ը։ Ներուշ 5 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարփինյանն իր հերթին խոսել է ստարտափների մակարդակի մասին, նշելով, որ այս տարի մասնակցած թիմերը չնայած դժվարություններին ներկայացրել են բարձր որակի եւ գործնական պոտենցիալ ունեցող նախագծեր։ Շփվելով անցյալ տարիների մասնակիցների հետ, ամենակարևոր ֆակտորը կարող եմ նշել, որ իրենք չէին պատկերացնում, թե ուր են գալիս եւ ինչի համար են դա մասնակցում, եւ իրենց հետաքրքիր էր այսպես թեթև ինտերվյու էի անում առաջի օրերին, երբ որ իրենք նոր էին եկել, եւ վերջի օրերին, երբ որ արդեն անցնում են ակսելերացիոն ծրագիրը եւ վերջացնում էին, եւ իրենք էին նկատում, թե ինչքան մեծ փոփոխությունը տեղի ունեցել իրենց գաղափարների մեջ, իրենց պատկերացումի մեջ, թե ինչպեսին է հայկական էկոհամակարգը, ստարտափային էկոհամակարգը եւ իրենց ամենամեծ խնդիրը, որ իրենք բարձրաձայնում էին, որ իրենք չէին մտածում ինչ լավ տեղ են գալիս։ Իրենց մտածում էին, հա, ինչ-որ մի հատ ծրագիր է, կգանք, կմասնակցենք, բայց իրականությունում հասկանում էին, թե ինչքան լավ արդյունքներ են ստացել, ինչքան լավ արդյունքներ են գրանցել, նոր մարդկանց հետ են շփվել եւ ավելի լավ են պատկերացրել, թե ինչպեսին են հնարավորությունները Հայաստանում։ Ներուշ 5 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հաղթող ճանաչված Mobisi ընկերության հիմնադիր Նարեկ Մանուկյանն էլ ներկայացրել է իրենց նախագիծը, ուղղված թվային լուծումների մշակմանը։ Մեր գաղափարը այսօրվա օրով ամենահայտնի տրենդային արհեստական բանականության հետ է կապված կարճաժամկետ վարձակալության ոլորտի հետ հնարավորություն է տալիս օգնել հյուրերին եւ վարձատուի հետ կոմունիկացիան ավելի հեշտ կազմակերպելու համար։ Ասուլիսի ընթացքում խոսվել է նաև պետական աջակցության եւ ներդրումային հնարավորությունների մասին, անդրադարձ է կատարվել ներուժի ապագա փուլի պլանավորմանը, նաև ծրագրի ընդլայնման հեռանկարներին, որպեսզի հնարավոր լինի ընդգրկել ավելի մեծ թվով սփյուռքահայ մասնագետների եւ ձեռնարկատերերի, քանի որ ծրագիրը դարձել է օրինակելի փորձ, թե ինչպես կարող են պետական մարմինները, մասնավոր հատվածը եւ Սփյուռքի տաղանդը միավորվել հանուն մեկ գաղափարի։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Երբ բնությունը անակնկալ է մատուցում, պատասխանատվությունն ու կանխատեսելիությունը դառնում են կայունության հիմնասյուն։ Յուղական տնտեսությունից անբաժան այդ հոգսը այս օրերին իր վրա է վերցնում էկոնոմիկայի նախարարությունը, որովհետև ինչպես իրենք են բազմիցս ապացուցել, պետության եւ գործարար դաշտի համատեղ ջանքերը կարևոր դեր ունեն երկրի տնտեսության առանցքային ոլորտի գյուղատնտեսության անվտանգության ապահովման գործում։ Հենց այդ նպատակով 2025 թվականին գյուղատնտեսական ապահովագրության պետական սուբսիդավորման չափը զգալիորեն ավելացվել է։ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում սպասվում են համակարգային փոփոխություններ։ Կառավարությունն այս տարի նոր մոտեցում է որդեգրել, փորձելով կլիմայական ռիսկերից հնարավորինս ապահովել գյուղացիական տնտեսությունների պաշտպանությունը։ Ըստ նոր որոշման 2025 թվականին գյուղատնտեսական ապահովագրության պետական սուբսիդավորման չափը զգալիորեն ավելացվել է, հասցվելով մինչև 70-ից 80%-ի։ Նախորդ տարիներին այն կազմում էր 50-ից 60%։ Նշենք, որ գլխավոր հարցը, թե ինչ է արվելու, որ նոր համակարգն ունակ լինի պաշտպանվել անգամ անբարեխիղճ տնտեսվարողներից, ունի թե պատասխան, թե տրամաբանական բացատրություն։ Նախկինում ապահովագրական ընկերությունները եւս այս ոլորտում բավականաչափ փորձի խնդիր ունեն եւ իրենց համար էլ էր նոր այս product-ը, որ ներդրվեց ապահովագրության ոլորտում, գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում եւս նոր product էր եւ ապահովագրական ընկերությունների համար, որպիսի այս product-ը իրականացվեր, իրենց համար եւս կար որոշակի փորձի պակաս։ Եվ այս առումով այս տարիների փորձը եւս իրենց համար կլինի որպես գիտելիք, փորձ, որպեսզի կարողանան իրենք առավել զգուշորեն մոտենալ product-ին, առավել խորությամբ զննություն իրականացնեն մինչև ապահովագրության իրականացումը, որպեսզի այն տնտեսավարողները, որոնք որ
կոպիտ ասած այդտեղ այգու մշակություն գրեթե չի իրականացվում, ուղղակի տարածք է, որից որ տվյալ տնտեսավարող ընդհանրապես մշակություն չի իրականացնում, դրանպես բերք չենք ակնկալում այդ տարածքներից, իրենք էլ զգուշավոր կմոտենան այդ տարածքներին եւ առավել զգուշավոր կկնքեն այդ պայմանագրերը, որպեսզի նման դեպքերում նման ռիսկերից ապահովագրված լինեն։ Բացի այդ, կառավարությունը ստանձնում է նաև վերաապահովագրական դերակատարություն, ինչը նշանակում է, որ հավելյալ վնասները եւս կփոխհատուցվեն պետական միջոցներից։ Նոր համակարգը այդպիսով կձևավորի առավել կայուն ապահովագրական միջավայր։ Ընկերությունները կզգան պետության աջակցությունը, ինչը կարևոր է երկարաժամկետ կայունության համար։ Նախագիծը գործում է դեռ 2019 թվականից, սակայն ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների, դրա ծավալները տարեստարի ընդլայնվում են։ Նման աճն ու դինամիկան խոսում է մի շարք հանգամանքների մասին։ Հենց 80% կառավարության հանձնառությունը, երբ որ կառավարությունը վերցրեց, որ 80% սուբսիդավորում իրականացվի ապահովագրավճարի, նպատակը դա է, որպեսզի առավել մեծ թվով տնտեսավարողների համար մատչելի լինի գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտը եւ ավելի մեծ թվով տնտեսավարողներ կարողանան դիմեն եւ ապահովագրեն իրենց տարածքները։ Նշենք, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգը դեռ զարգացման փուլում է, սակայն տվյալները վկայում են, ոլորտում հետաքրքրությունն աճում է։ Պետական աջակցությունը սփորձագետների կարևոր ազդակ է թե գյուղացիների, թե ապահովագրական ոլորտի համար։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան է այս ժամի համար, վերջում կարող եք ծանոթանալ նաև եղանակի տեսությանը։ Ցտեսություն։